Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, հարկ համարեցի այս խելահեղ արագության օրերին նորից լայվով դիմել ձեզ, որովհետև քիչ առաջ չգիտեմ նույնիսկ որակում չեմ կարող տալ, ինչ աստիճան այլանդակության մասին հանրությանը իրազեկեցին Արագածոտնի թեմի մեր քահանաները եւ այլ հոգեվոր սպասավորներ։ Քիչ առաջ պաշտոնական հայտարարություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի 21 հոգեվորականներից 19 քահանայական աստիճանով, 2 սարկավակ։ 21 հոգի։ Տեր Մանուկը, Տեր Փարենը, Տեր Սարգիսը եւ եւս 18 անց, 18 հոգեվորական։ Ուրեմն տեսեք ինչ են արել։ Պատրաստվելով վաղվա խայտարակությանը, դրան նախորդ լայվով անդրադարձել եմ, հիմա չեմ ուզում մանրամասն խոսեմ, այդ Հովանավանքի անամոթությանը, ուրեմն տեսեք, Կիրակի օրով, այդպես բան ես չեմ տեսել, նույն քննիչ Նազելի Սաքսյանի ուրեմն ստորագրությամբ բոլոր 21-ին եկել է ծանուցագիր, որ արի ուտես վաղը առավոտյան ժամը 9:00-ին այդ մարդիկ հրավիրվում են հարցաքննության։ Առավոտյան ժամը 9:00-ին բոլոր 21-ը։ Հիմա իմ իրավաբան գործընկերները թող մի հատ փորձեն հիշել, երբևէ նման բան միջին ծառայության արարքով, ընդ որում հրատապություն չենթադրող, որևէ կերպ չենթադրող, որևէ արարքով, տես բան հիշում են, որ Կիրակի օրով միաժամանակ 21 հոգու կանչեն հարցաքննության։ Դա ինչ է նշանակում, որ 21 քննիչ Կիրակի օրով գալու է գործի։ 21 հոգու պետք է հարցաքննել։ Այդպես բան որևէ մեկը հիշում, հա։ Միջին ծառայության արարք, այնպես չի որ եթե օրինակ 3 ինչ որ դեպք տեղի ունենար, արյան հետ կապված, ես չեմ անում ինչ, այդ դեպքում լինում է, այդ շաբաթ Կիրակի չեն նայում, օրինակ որ խափաման միջոցի հրատապարծ է լինում եւ այլն եւ այլն։ Սովորական քննության ընթացքում 21 հոգի։ Հələ մի հատ մոռանանք հոգեվորականների պարագան։ Այդպես բան դուք տեսել եք, հարգելի գոլեգաներ։ Ու այդ սյոպիկը, որ տենց փորձում է ասել, դե իմ համար ինչ տարբերություն, ով է գալի, ով չի գալի։ Սյոպիկ, դու հասկանում ես, որ քո այդ վաղվա ցիրկ չէ, ավելի շուտ թատերական ներկայացումը նախապատրաստելու համար ինչ հանցագործությունների են դիմում, որի օժանդակող ես դու մեծ հաշվով հանդիսանում։ Չնայած դու բոլոր կարմիր գծերը անցել ես, այդտեղ դրա մասին չեմ էլ ուզում խոսեմ, դու ինքդ ես հասկանում ինչ կարմիր գծեր ես անցել, ընդ որում շատ ավելի ծանր, քան երկրային օրենքների, քրեական օրենսգրքերի կարգավորումներն են, այդ չի հարցը։ Ուրեմն որևէ մեկի մտքով այսքանից հետո կարող է անցնել, որ քննչական մարմինը ինքնուրույնաբար է գործում։ Որ քննչական մարմինը գործում է ինքնուրույնաբար։ Կրկնում եմ, քիչ առաջ բացեք Արագածոտնի թեմի հայտարարությունը տեսեք, ես էլ տարածեցի։ Իմեջով էլ է տարածված։ 21 հոգեվորական Կիրակի օրով առավոտը ժամը 9-ին ուրեմն արագ ծանուցագրերով հրավիրել են։ Այդ մարդիկ փաստաբանի եւ այլնի հարց պետք է լուծեն։ Նույն մարդիկ են այդ նույն վարույթով 21 հոգի ո՞նց է այդ հարցը լուծելու։ Կիրակի օրով։ Ու ամենակարևորը, հենց ամեն ինչը մի կողմ։ Այդ որևէ մեկի համար գաղտնիք է, որ Հայ Առաքելական եկեղեցին ամեն Կիրակի օր, ինչպես ցանկացած այլ ավանդական եկեղեցի, Կիրակի օրերը մատուցում է սուրբ եւ անմահ պատարագ։ Եվ մատուցման իրավունք ունեն բացառապես քահանաները, նաեւ սարկավակների մասնակցությամբ, դպիրների մասնակցությամբ։ Այսինքն ողջ Արագածոտնի թեմը, Արագածոտնի թեմի Հայ Առաքելական եկեղեցու հավատավորները, որ վաղը ցանկանան որևէ եկեղեցում գնալ պատարագի, չեն կարողանա, որտեղ բոլոր եկեղեցիներից ուրեմն իրանք հանում են այս խայտառակ ճանապարհով
քննիչ Նազելի Սարգսյանի ստորագրությամբ քահանաներին։ Դա սա հանցագործություն է, բացի այլանդակությունից, սա ուղիղ հանցագործություն է, սա կրոնական ծեսերի դե ֆակտո խափանում է, մի ամբողջ թեմում, հայ առաքելական եկեղեցու ամբողջ թեմում, որն է դրա նպատակը, ենթադրում եմ, որ մարդիկ ուրիշտեղ չկարողանան գնան պատարակի եւ գան այդ խափեության, այդ ավազակային թատերական միջոցառմանը եւ դրանով մարդաքանակ ցույց տան։ Ուրիշ բացատրություն չեմ կարող տեսնել։ Սա հանցագործություն է եւ սա ավելի քան ակնհայտ են ցանկացած անգամ տրամաբանությունից հեռու մարդկանց համար պետք է ակնհայտ լինի, որ սրա հեղինակը ոչ թե քննիչ Նազելի Սարգսյանն է, որը իհարկե պատասխանատու է իր ստորագրության համար։ Հիմա ես չեմ ուզում խոսել, վաղը մյուս օր էս կլինի, այն կլինի, ինքը գիտի, ինքը շատ լավ հասկանում է ինքը ինչ է արել, չի կարող չհասկանալ որևէ մեկը, թեկուզ նվազագույն գրագիտություն ունեցող որևէ մեկը։ Դրա համար դրան այդ մասով չեմ անդրադառնում։ Որևէ մեկի մտքով կարող է անցնել, որ այս ուրեմն քաղաքական իշխանությունները չեն սրա հետևում կանգնած։ Հետևաբար քննչական մարմնի ցանկացած գործողություն պետք է դիտել քաղաքական ակցիայի տիրույթում, քաղաքական գործիքակազմի տիրույթում եւ իրավականից կիլոմետրերով հեռու։ Իսկ իրավական տրամաբանությամբ այս ամեն ինչը ինչ որ մի օր գնահատական է ստանալու։ Սա շատ է նմանվում արդեն հանցավոր կազմակերպության։ Հանցավորության դեմ պայքարի քողի ներքո ծանրագույն հանցագործություններ կատարող կազմակերպության։ Այլ բան չեմ կարող ասել, նորից եմ ասում, Արագածոտնի համայնքը ուզում են զրկել ծեսից եւ այդ 21 հոգեվորականների, նորից ասեմ, 19 քահանա եւ 2 սարկավակ հայտարարությունը այն մասին, որ մենք հարգելի պատճառ ենք համարում են, որ մենք պատարակի ենք, սա մեր պարտականությունն է կատարելու ծեսը, մենք ունենք հավատավոր զավակներ, որոնք գալիս են ամեն կիրակի Սուրբ եւ անմահ պատարակի եւ համարելով սա ուրեմն հարգելի պատճառ, ուղղակի չենք ներկայանալու վաղ առավոտյան ժամը 9:00-ին քննչական մարմին։ Բոլորս էլ հասկանում եք, չէ՞ ինչ են անելու։ Հասկանում եք, չէ՞ որ ոստիկանությամբ են տանելու այդ մարդկանց։ Իրանք էլ են, չէ՞ հասկանում, բոլորն են, չէ՞ հասկանում։ Հիմա այդ ոստիկանության միջոցով մարդկանց պատարակից զրկելը արդեն ոստիկանների կողմից հանցագործություն չի լինի արդյոք։ Կլինի թե չի լինի։ Էլի թողիմ գործընկերները պատասխանեն այս հարցին։ Սա զարհուրելի դեպք է, տարօրինակ դեպք է, բայց իհարկե մենք իրավունք չունենք զարմանալ։ Օկուպացիոն ռեժիմը պատրաստ է ամեն ինչի հայ առաքելական Սուրբ եկեղեցին պառակտելու եւ վերացնելու համար։ Սա դրա դրսևորումն է։ Եվ ես անկեղծորեն չեմ կարող ասել Նազելի Սարգսյան անուն ազգանունով քննիչը, որը ամեն մի գործ իր ստորագրությունը եւ անուն ազգանուն ունի։ Նազելի Սարգսյանը ոչ կրոնի ներկայացուցիչ է, գուցե մահմեդական է, իր իրավունքն է, ես շատ հավանական եմ համարում, որովհետեւ տենց քրիստոնյան այդպիսի բան ուղղակի իրան չէր կարող թույլ տալ։ Չէր կարող թույլ տալ։ Կամ նույնիսկ մահմեդականը, որը որ հարգում է ուրիշների կրոնական զգացումները, նման բան իրան թույլ տալ պարզապես չէր կարող։ Սա երևի թե չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ։ Մտքումս ասում եմ լավ, ինչ որ մի կնոջ եք ես պատստավ կանանում, ես դե մյուս կողմից արդեն տենց առաջի դեպքը չի էլի, որ ժամանակին ասում են կանայք ավելի իրավա, չափ, այս կողմ, այն կողմ, տեսնում ենք էլի։ Մի խոսքով, այդ կանանց կնոջ տղամարդու հարցը չեմ այս պահին խոսում։ Այս կարևոր ահազանգն է, ուզում եի, որ հանրությունը շատ ավելի տեղեկացած լինի այս խայտառակության մասին։ Շնորհակալություն, հաջողություն։